Տիկին Խաչատրյան, նոր-նորքի թաղապետի պաշտոնը կրկին հանրապետություն, հա, խմբակցությանն է, կուսակցությունն է, Մարոս Սևոյանն է նշանակվելու, այսպիսի տեղեկություններ կային։ Հանրապետություն կուսակցությունը նշանակման մասին քննարկում չի ունեցել։ Բայց ձեր կուսակցությունից տեղեկությունը ընդամենը մամուլում անուններ շրջան Մարոս Սևոյանը այս պահին վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։ Երբ որ բարբերաբար այդ խոսակցությունների ֆոնին զանգարում ենք, հա, Գրիգորյանին ինքը պնդում էր, ասում էր ես իմ աշխատակազմում եմ եւ չեմ պատրաստում հրաժարական ներկայացնել։ Նրան Տեր Մարգարյանը ներողություն եմ խնդրում, Տեր Մարգարյանը, որ զանգարում ենք ինքը պնդում էր, որ հրաժարական չի պատրաստվում տալ։ Ինչը ստիպեց նրան, որ որոշում փոխի, քանի որ խոսակցություններ կա, որ հենց անձամբ Ալբինյանն է նրա այդ բանակցություններ վարել, որպեսզի վերջո հրաժարական տա։ Քանի որ սա մենք քաղաքական թիմ ենք, մենք կոալիցիոն իշխանություն ենք, կարող է եւ նաեւ համատեղ քննարկում լինել, ինչը վստահեցնում եմ ձեզ չի եղել, մենք մեր քաղաքական թիմի գործադիր մարմինի համար անձամբ մեր կուսակցությունն է պատասխանատու, մենք ենք որոշում հրաժարականներ տան թե չտան, Տիգրան Հավինյանը լինելով Երևանի քաղաքապետ նշանակովի պաշտոնյաներին այո կարող է ասել ինչ որ բան այն ինչ չի կատարվել, բայց Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականը Տիգրան Տեր-Մարգարյանի որոշումն է։ Մեր կուսակցությունը հայտարարություններ արել են այդ թեմայով եւ մենք շարունակել ենք մեր կուսակցության հայտարարությունների գիծը։ Ժողովրդավարական երկրի կարևոր ցուցիչ չի, որ հանրային պաշտոնյան պետք է նաեւ բարոյական եւ քաղաքական պատասխանատվություն բարոյական եւ քաղաքական պատասխանատվության որոշումը կայացրեց Տիգրան Տեր-Մարգարյանը եւ կրեց։ Ես լիահույս եմ, որ դուք կգնաք նաեւ Քոչարյանի հետքերով եւ բարոյական ու քաղաքական պատասխանատվություն կպահանջեք նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու սեռական հայհոյանքների համար։ Տիկին Խաչատրյան, դեպքերը դուք արդարացնում եք։ Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին, ես նորից ասել եմ, երբ որ մեզ կփորձեն ծեծել, մենք կպատասխանենք ծեծով, մենք չենք կարող, ես չեմ կարող կանգնել ասել ինձ խփեք։ Դա է ասած։ Ես օրինակ եմ դա ասում, ես որպես օրինակ ես դա եմ ասել առաջին, իսկ օրինակ նորից շարունակում եմ։ Ասել եմ մեզ կփորձեն, ես նորից ես ասել եմ, դուք ասում եք արդարացնել, ես ասում եմ այնինչ ես ասել եմ։ Արտուր Չախոյանը ես ասեմ, քիչ առաջ նաև այլ լրատվականի ասեցի, ես հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները կնայեն Արտուր Չախոյանի գործունեությանը որպես օտար երկրի քաղաքացի եւ ես լիահույս եմ, որ այն մարմինները, որոնք դրանով զբաղվում են, կսկսեն զբաղվել Արտուր Չախոյանի Հայաստանից դեպի։ Ձեզ համար ընդունել է, որ պարոն Տեր-Մարգարյանը հրաժարական տվեց։ Իմ անձամբ, իմ համար ես չէի ուզում, ես դեմ եմ եղել, որպեսզի պարոն Տեր-Մարգարյանը հրաժարական տա։ Տիկին Խաչատրյան, երբ ասում եք Արտուր Չախոյանը օտար երկրյա քաղաքացի գործակալ, հա, նկատի ունենալով, այդ դեպքում Տիգրան Տեր-Մարգարյանը ինչու է նրան աշխատանքի առաջարկ արել, եթե ինքը օտար երկրյա գործակալ է։ Գիտեք, Արտուր Չախոյանի օտար երկրացի լինելու այդ ամեն ինչը վերջերս նախ բացահայտվեց, անձամբ ես նույնիսկ չգիտեի, Տիգրան Տեր-Մարգարյանը ասել էր, եթե դու մտահոգ ես Երևանով, եթե դու խնդիրներ ես տեսնում ու բարձրաձայնում ես արդարացի, ես ինչքանով որ տիրապետում եմ, ես չգիտեմ արի եւ այդ քո խնդիրներով գնա, թող ամեն ինչ ավելի լավ աշխատեն, եթե դու տեսնում ես այդ խնդիրները։ Փաստացի Չախոյանը բացարձակ այլ վարչականների մասով ինքը կարող էր նորից իր շարունակությունն անել, այն վարչականում էլ աշխատանքը լիարժեք կատարել։ Հետևաբար սա ապացույց է, որ Չախոյանը ոչ թե ինքը Երևանով է մտահոգված, նոր-նորքով է մտահոգված, այլ իր քաղաքական տերերի պատվերներն է անում։ Ովքեր Սա են ցույց տվեց ես այդպես մտածել։ Ես այդպես եմ մտածել։ Ես իմ կարծիքն ունեմ, ես դա կարծում եմ։ Տիգրան Տեր-Մարգարյանը որքանով վնաս հասցրեց Հանրապետություն կուսակցության Ոչինչով Տիգրան Տեր-Մարգարյանը վնաս չհասցրեց Հանրապետություն կուսակցության եւ Հանրապետություն խմբակցության։ Տիկին Խաչատրյան, ձեր կուսակցությունը կիսում է այն քաղաքական սպառնալիքը, որ երեք հնչեցրեց Տիգրան Տեր-Մարգարյանը ասելով 2026 թվականը սարերի հետևում։ Այո, քաղաքական վախճանը, այո, կիսում ենք, մենք վստահ ենք, որ 2026 թվականին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վախճանն է լինելու, քաղաքական։ Դուք ինչպես եք վերաբերվում, որ ձեր հենց Հանրապետություն կուսակցության տալիս Փայլակյան։ Ինչպես իսկ դուք ինչ եք մասնակցություն ունենալու։ Մենք ունենալու ենք մասնակցություն Հանրապետություն կուսակցությունը։ Իսկ ինչպես եք դուք վերաբերվում, որ ձեր հենց կուսակցությունը մի կողմից սկսում է ԵՄ անդամակցության հարց բարձրացնել որակարգ բերել, մի կողմից էլ այսպես
սպառնալիքներ։ Տեսեք, ոչ մի ԵՄ եւ քաղաքակիրթ ոչ մի երկրում չեր լինի այս ծեծու ջարդը։ Ինչի, որովհետեւ արդեն Չախոյանների, Մանուկյանների դեմը քաղաքակիրթ երկրներում առած կլինեին պատկան մարմինները։ Ցավոք, սա բաց թողումներ իրավապահ համակարգի։ Խաչատրյան, քաղաքակիրթ երկրում բացահայտում են վատ արված աշխատանքը ու դա Քաղաքակիրթ երկրում վատ արած աշխատանքը բացահայտում են, երբ աշխատանքը ավարտված է լինում։ Ոչ թե դեռ չավարտված։ Ես վառ օրինակ եմ, ես մի հատ էլ օրինակ։ Եթե արդեն ասֆալտը մենք չենք ընդունել։ Դա նորմալ է։ Դա նորմալ է, դա մենք չենք արել։ Դա այսինքն դա չի արել քաղաքապետարանը։ Դա արել է այն ֆիրման, որից պատվերը, վերցել է քաղաքապետանը չի տվել ավարտական արտ եւ չի ընդունել գործը։ Հետեւաբար բոլորը կշտկեր մասնավորը եւ քաղաքապետանը նոր կընդուներ գործը։ Տիկին Խաչատրյան, բայց աշխատանքի արդյունք քաղաքացիները քաղաքապետարանից են պահանջում, չէ՞, ըստ էության մեծ հաշվով, ոչ թե ընկերություն։ Տեսեք, մենք ինչից մասին ենք խոսում։ Ես նորից եմ կրկնում, քաղաքապետարանը չէր վերցրել գործ, այսինքն չէր վճարել ամբողջովին եւ չէր ստացել գործ, ավարտական ակտ տված չէր։ Հետեւաբար այն խնդիրները, որի մասին իրենք խոսում էին, մենք հիանալի տեսնում ենք խնդիրները միշտ։ Մենք մինչև չի լինում ամբողջական, մենք գործը չենք ընդունում։ Ցանկացած բան մարդ երբ իր տունը ռեմոնտ է անում, մի թերություն վերջում գտնում է։ Այո, մենք վերջացնելուց հետո գնում, տեսնում ենք թերությունները, գույքագրում ենք, թերությունները շտկվում են, ինչից հետո նոր ընդունում է քաղաքապետանը գործը։ Իսկ Արտուր Չախոյանը գնում է եւ Մեսրոպներն ու մնացածը գնում են այն ժամանակ, երբ որ պետք է, որ այդպիսի թերություններ գտնեն, այլ ոչ այն ժամանակ, երբ գործը ավարտված է։ Ժամկետներն ավարտված են, ժամկետների հետ կապված, չհասնելու հետ կապված ունեին տուգանքներ ֆիրման արդեն իսկ։ Ինչ վերաբերում ես վառ օրինակ բերեմ իրենց որակի տեսեք նոր տարվա ժամանակ, երբ քաղաքի լուսավորություններ արվում, նույն Մեսրոպները գնացին Մալաթիա վարչական շրջան, մտան մի մանկապարտեզ, որը սեփական է, մտան մի մանկապարտեզի գույք ցույց տվեցին լուսավորությունը վարչական շրջանի իբր, որը սեփական է, նախկին վարչական շրջանի ղեկավարի միջոցներով առած, իրենց սեփական ընտանեկան բանում մանկապարտեզի տարածքում դրած եւ ասում էին, այ անամոթ վարչական շրջանի ղեկավարը բերել է պետական գույքը փչացնում, այնինչ սեփական գույքեր ու սեփական մանկապարտեզ։ Իրենք այդ որակն են։ Մալաթիա Սեբաստիան համայնքում օրինակ Հաղթանակ թաղամասում 2 տարի է արդեն փոսեր են, որտեղ անգամ վարորդները չեն ուզում մտնել Հաղթանակ թաղամաս։ Ասեն Հաղթանակի խրամատները։ Առաջնային փողոցները դա չի անում վարչական շրջանը, ժողովուրդ, դա անում է Երևանի քաղաքապետը։ Այստեղ քաղաքապետը Տիկին Խաչատրյան, մի օր ավականունիստին այդ հարցը բարձրացրեք։ Ասեք չեք բաներ անում է, որ թե Մանուկյանը եւ թե Չախոյանը իրենք շատ լավ տիրապետում են այն ամենին, որն է վարչական շրջանի իրավասության տակ եւ որն է Երևանի քաղաքապետարանի իրավասության տակ։ Հետեւաբար սա հենց մեր հայտարարության ամենակարևոր կետն է կուսակցության, որ այս մարդիկ իրենց քաղաքական տերերի, աշխարհակաղակական տերերի պատվերն են անում եւ կոնկրետ տարբեր բաներ, որոնք բացարձակ առնչություն չունեն վարչական շրջանի հետ, իրենք բերում եւ կապում են վարչական շրջանի այն ղեկավարների հետ, որոնք հանրապետություն կուսակցությունն են ներկայացնում։ Ես նորից եմ ասում, որոնք հանրապետություն կուսակցությունն են, նորից եմ ասում, խնդիր չէ, իրենք բերում են, ասենք Երևանի քաղաքապետարանի բաց թողումը կապում են վարչական շրջանի հետ եւ այն վարչական շրջանների, որը ներկայացնում են հանրապետություն կուսակցությունը։